փորձել եմ իմ գիտելիքների չափով հարոզել, բացատրել ճիշտ, սխալ, մարդկանց փոխանցել խաղաղություն, հանգստություն, բացել մարդկանց միտքը, բայց առաջին հերթին իմ միտքը, իմ հոգին սնուցել, իմ սիրտը սնուցել։ Եվ շատ եմ խոսել խաչի մասին, շատ եմ խոսել փորձությունների մասին, շատ եմ խոսել հալածանքների մասին, մեր Տիրոջ օրինակով ցույց տալով։ Ես երբ կանգնեցի այս ընտրության առաջ, ես հասկացա, որ իմ կյանքում հերթական դժվար ուղին է սպասվում։ Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս փոթորկում շրջանում մեր եկեղեցու կյանքում, երբ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի կողմից եւ նաեւ թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Եվ ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել, այո չասել, որովհետև այլապես իմ 7-ամյա կամ 10-ամյա վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյացվեր վարի։ Եվ ես որոշեցի հույսս դնելով Աստծո վրա, ձեզ վրա սիրելի հավատացյալներ, մեր թեմի քահանաների վրա, Աստծո օգնականությամբ գալ ասիացօրտնի թեմ ծառայելու, հոգևոր եկեղեցական գործունեություն ծավալելու, առանց ինտրիգների եւ առանց մարդկային գերակշռող հատկությունների, որն է պառակտումը, ատելությունը, բանսարկությունը եւ այլն։ Սիրելիներ, եկել եմ ծառայել եւ ակնկալում եմ ձեր աղոթքը, անկեղծ աղոթքը եւ հավատ ունեմ, որ Տերը կօրհնի, ինչ էլ լինի, ես կհնազանդվեմ իր կամքի առջև։